ով որ խոսում է իրանց դեմ եւ փորձում է բացատրել, որ Հայաստանի հիմնական ստրատեգիական ընկերը կարող է լինի Ռուսաստանը, ուրեմն ինքը խոսում է Ռուսաստանի շահերից, ինքը չգիտեմ ընդ Ռուսաստանի շպիոնը, ինքը մեր շահերը չի պաշտպանում, դες 7 տարի է իրանք պաշտպանում են իրենց ասելով մեր շահերը։ Թող ասեն, որտեղ են պաշտպանել։ Ինձ շատ հետաքրքիր է։ Թող ասեն մի բանակցություն, որը իրենք վարել են, մի բանակցություն 7 տարվա ընթացքում, որտեղ հայ ժողովուրդը ունեցել է հաջողություն։ Մենք ինչ-որ դիվիդենդներ ենք ստացել, խոսքը ֆինանսների մասին չի։ Հիմա թազա բան են հորինում, ասում են, իմ մասին ասում են, Կարապետյան Արշակը $400 միլիոն պայմանագիր է կնքել իր օրով, ռուսները զենքը չեն տվել, ուրեմն ակնհայտ սուտ է։ Այդ պայմանագիրը կնքել են իզնից առաջ։ Ես որ նշանակվել եմ պաշտպանության նախարար, ես կանգնել եմ փաստի առաջ ու հարցեր եմ ունեցել, ինչի օրինակ զենքի պայմանագիրը կնքում են միջնորդի միջոցով, հարց ունեմ, ինչի պայմանագիրը կնքելուց գրում են, որ պետք է մենք հայերս այդ զենքը վերցնենք անմիջապես գործարանից, ինչի չէր կարելի գրել, որ գործարանը հասցնում է Երևան, ու տենց լիքը հարցեր, բոլոր պայմանագրերը նման քանակի կնքվել է կամ իզնից առաջ, կամ իզնից հետո։ Դա արել է երկրի ղեկավարությունը, փոխվարչապետները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իսկ այդ 400 միլիոնը, որ ասում են, նես չի որ Հայաստանը 400 միլիոնը ինչ որ վերակալ է, ասում է քաշ փող ամուծե, դա էլ ասու, տենց չի եղել։ Այդ 400 միլիոնը նույն ռուսների փողն է։ Հետո իրանք այդ փողը հատկացրեցին, մերոնք զենքը չտարան, իրանք նորից փող հատկացրեցին ռուսները, այդ զենքը նույն այդ զավոդից գնեցին, որտեղ պայեսներում գցած էր այդ հրթիռները, բաները, իսկ դա սպասարկման խնդիր ունի, դա հրթիռը նես բան չի, որ դնես պայեսնում ու տես մնա։ Մանավանդ պայթունավտանգ է, ու զավոդներն ասում են, մենք չենք կարող փող ծախսենք ձեր հրթիռների պահելու համար, ամեն օր ասում են, եկեք տարեք։ Քանի որ մենք պետք է տանեինք։ Նենց որ նշի որ ռուսը չի տվել։ Մենք չենք տարել։ Այ բանը տեղ է։ Խի չենք տարել, որովհետև ամերիկացին չի թողել, Վրաստանը ամերիկացին փակել է։ Չի թողել տանենք։ Իսկ այսօր իրանք Ամերիկայի արևով երթում են։ Ամերիկայի պատճառով մենք պարտվեցինք, որտեղ նույն Ամերիկայի ցուցումով էր Վրաստանը պատերազմի ժամանակ իր ճանապարհները փակել։ Ադրբեջան Վրաստանով զենք էին տանում, Հայաստան չէին բերում։ Մեղավորը անի ռուսներին, որ զենքը չեն տվել։ Ռուսներն եկան մտան Արցախ, Արցախը սկսին պահել, մենք սկսենք ռուսներին մեղադրել։ Վերջը մենք չկռվեցինք, Արցախը հանձնեցինք, որտեղ մեր երկրի ղեկավարը գնաց ամերիկացին ասեց՝ «Պիտի ճանաչես, որ Արցախը Ադրբեջան է»։ Ինքը գնաց ճանաչեց Արցախը Ադրբեջանը, եկան սկսին ռուսներին մեղադրել։ Գիտեք ինչ է հիշացնում են, սովետական միության ժամանակ ասում են հայկական կոմսոմոլ ինչով էր տարբերվում սովետական միության տարածքում գտնվող մյուս կոմսոմոլական այդ կազմակերպություններից։ Ասում армянский комсомол сам себе создает трудности, потом героически их преодолевает։ Հիմա մեր իշխանությունն է։ Հիմա սկսել են թիրախավորել Հայաստանում մեծահարուստներին։ Լավ, դրանք էլ թողին գնացին։ Հարկերը ումից է հավաքելու։ Ինչ եք կարծում։ Հասարակ մարդկանց հարկերն է բարձրանալու։ Եթե մեծահարուստները գնացին Հայաստանից, կամ իրենց ճնշեցին, կամ իրենց ստեղծածը իրենց ձեռքից առան, ու դրանով սկսվեց զբաղվել մեր այսօրվա իշխանությունը, ուրեմն այդ ամենը կներեք վարիա գնալու, որտեղ իրանք ոչ մի բան չեն ստեղծել, եղածն էլ որ ստանում են, ոչնչացնում են։ Բոլոր
այն մարդիկ, ով որ զբաղված են, նորից եմ կրկնում, մեր քաղաքական գործիչների դեմ եւ ցուցումների համաձայն նկարչությամբ ունենալու են մեծ վախճան։ Ես ճիշտ ասած միշտ խոսել եմ քննիչների մասին, բայց ուզում եմ մի բան ասեմ, եթե դատավորը իր մուրճը հարվածում է ոչ թե ելնելով արդարությունից, այն ինչ որ մեկի ցուցումի համաձայն, այդ դատավորը ընդամենը չագուճ բռնող է։ Չի կարելի ձեր տալ սպայական կազմին, չի կարելի ձեր տալ մեծահարուստին, կարող է շատերի դուրը չգա ինչ եմ ասում, բայց այդ մեծահարուստի հարստությունը, եթե գտնվում է Հայաստանում, դա մեր բոլորիս հարստությունն է, որտեղ այդտեղից պետությունը հարկեր է ստանում։ Մեր ժողովրդի մեջ մցրել են մի բան, որ եթե նա հարուստ է, ուրեմն գող է, ավազակ է, վատնա։